Այստեղով մենք այսօր որոշել ենք գնանք հասնենք Ստեփանավան քաղաք, որտեղ սիրված տատիկի ծննդյան օրը է։ Ծածանվում է եռագույնը աչից։ Երազանքներ են կատարում։ Ունես երազանք։ Իմացի որ կատարվելու է, դե մեծ երազանք պայթ չի եւ անակնկալը Եվրոպայից պետք է հասնի տեղ։ Դե պաչիկ կանի քեզ։ Բայց արդարության համար ասեմ նաեւ որ գնում ենք բլոգեր Նազի դստեր որդու բանակի քեֆին։ Բարեկամներ, բոլորիս կողմից շատ սիրված աշտարակ Երևան մայրուղին է, խճուղին է, այո։ Այստեղով մենք այսօր որոշել ենք գնանք հասնենք Ստեփանավան քաղաք, որտեղ սիրված տատիկի ծննդյան օրը է եւ անակնկալը Եվրոպայից պետք է հասնի տեղ։ Բայց արդարության համար ասեմ նաեւ որ գնում ենք բլոգեր Նազի քույրիկի որդու բանակի քեֆն է։ Իսկ մենք այսօր այնտեղ հրավիրված ենք Նազի կողմից, պետք է գնանք անակնկալ անենք, ասենք աղբերս ապորցանք ծառայես հետյաս։ Բարեկամներ, մի կում բենզին լիցքավորելուց հետո մենք ընկանք ճանապարհ։ Ասեմ ձեզ, որ Նազը մեզանից առաջ է գտնվում, Նազից ճշտումներ են կարել, ասել է, որ ճանապարհը ճերմակ է, մաքրել են, բայց ճերմակ է, սպիտակի կողմով են գնալու, Դիլիջանով ու Սպիտակով տարբերությունը 1 ժամ էր, դրա համար որոշեցինք գնալ թեկուզ մի քիչ ճերմակ ճանապարհով, բայց ավելի կարճ ժամանակով։ Հիմա ժամը 1:14 րոպե է, իսկ մենք ընկել ենք ճանապարհ ծաղիկներով, լավ տրամադրությամբ եւ արկածների սպասումով։ Առանց արկած կյանքը մի տեսակ գույները բան են, խամրած են։ Դրա համար մենք միշտ էլ որոնում ենք արկածներ։ Հուսանք կգտնենք արկածները ու մի լավ արկածախնդրություն կանենք։ Բայց մեքենան չենք վնասի, որովհետեւ էսի աղբորս ավտոնա պետք չի։ Որ իմ ավտոների ոչինչ, թող վնասվի կսարքենք, բոլորով կհավաքվենք, մարդես մի $100 փող գցեք, եթե բրաբուս կառնեմ էլի։ Հազատիվ։ Ճանապարհը շատ լավ վիճակում է, բաց է այս պահին, դեռ չենք հասել հələ առաջի գյուղերը գնալով, բայց գիտեմ որ բարթանալու է, գիտեմ որ ձյունը շատանալու է եւ երթևեկությունը դանդաղի, այնպես որ սպասելի է որ ճանապարհը վատ է դառնալու, բայց այս պահին շատ լավ է, հարմարավետ ու անվտանգ։ Այստեղ երբ որ նայում ես ճանապարհի կողքերը, երևում է որ ձյունը շատ չի էլի եկել։ Բայց տեսարանները դյութի չեն։ Հրաշք, կարծես մի էքսկուրսիա դուրս եկած լինենք միասին ու գնում մինչև հասնենք Ստեփանավան։ Բարեկամներ, Ստեփանը գնում է Ստեփանավան եւ այնտեղ անակնկալ ունի ամեն։ Հասանք Կարբիի խաչմերուկ, կարբեցիներ, բարև ձեզ, ինչպես եք, ամեն ինչ կարգին է։ Մենք ձեր յուղով եկանք անցանք ու չնկարվեցինք, որովհետև գիտենք կոմերայի տեղը։ Ահա նա, ահա այս սրիկան, այս տահակը, որ նկարում է աչուձախ։ Մենք թույլ չենք տա, որ նա մեզ նկարի։ Հաղթարեցինք Կարբիի առաջի դժվարությունը, ընկերներ, գնում ենք առաջ։ Ինչպես որ սպասվում էր, ճանապարհը սկսեց վերափոխվել, սպիտակը արդեն շատանում է, հետևաբար մենք հասնում ենք Սպիտակ արդեն մի ժամից երևի։ Բայց եթե շատ բարդացավ ճանապարհային պայմանները, ապա մենք բավականին երկար կգնանք։ Երբում նշմարվում է ամբողջ աշխարհում տարբերվող նմանությունեցող խաչը, որը նվիրված է Հիսուս Քրիստոսին, տարբերվող խաչ է ընկերներ։ Նրանց մի քիչ ներքև գեղեցիկ եկեղեցի է, ջերմակ, ապակյա, իսկ ապակյա եկեղեցուց ներքև արդեն գտնվում է մեր հայոց Սուրբ Այբուբենը, որը Մեսրոպ Մաշտոցը մեզ համար ստեղծեց, որպեսզի ունենանք մեր գերերը, մեր ձեռագիրը ամբողջ աշխարհում։ Եվ մինչ օրս մեր տարրերի նման տարրեր չկա, այնպես որ տեսեք դեռ 351 թվականին արդեն մենք ստեղծել ենք նման բան, որը աշխարհը դեռ մինչ այսօր չի կարողացել կրկնի։ Շատ ու շատ ազգեր ու երկրեր կան, որ իրենց սեփական տարրերը չունեն, բայց մենք ունենք եւ դա մեր հպարտությունն է։ Այնքան հպարտ ենք, որ ունենք անգամ հուշարձաններ տարրերին նվիրված այստեղ։ Ճիշտ է, Հայաստանում էլի տեղեր կան, որ նմանատիպ արել են, սարքել են։ Օշականում կա նաև Արենիում էլ կար ոնց որ։ Դες չէ Արենիում էլ տարր կա։ Փայտից են սարքել, բայց փայտից են սարքել Արենի գյուղում
էլի ունենք այբոբեն, տեսեք տարրերը երևում են արդեն, ձախից հստակ երևում են։ Կցորդիչով մեքենաների շարժ այս պահին կապված է հարե, նրանք չեն շարժվում, որովհետև գիտեն վերջի ինչ կլինի, խելացի են և ամփերություն մեր բարեկամներին, որ այսպես սպասեն, իշարակ սարքեն ուտեն կաբինկայում, հետո կոֆե խմեն, մինչև գապաղը շարժվելու։ Ընկերներ պետք է նշեմ, որ այս ճանապարհը մենք առաջին անգամ ենք այս կարգավիճակով անցնում, հետևաբար սա նորությունների ճանապարհ է մեզ համար, այստեղ պետք է զգուշ լինենք, որովհետև դեռ չգիտենք այս ճանապարհի լավ ու վատ կողմերը ձյան արկայության դեպքում, պարագայում։ Նկատելի է, որ առաջից բուք է եղել, տեսեք բուքի հետքեր են, հետևաբար պետք է իմանալ, որ այստեղ բուքը սաստիկ է ու վտանգավոր, երբ որ քամի է լինում։ Եվ ուրախանում ենք, որ հիմա արևոտ գեղեցիկ եղանակ է, ճանապարհն էլ ոչինչ որ սպիտակ է, մեկը մենք գնում ենք սպիտակ։ Սպիտակ գնալուց պետք է ճանապարհը սպիտակ լինի ու կանաչ։ Կամ սպիտակ կամ կանաչ, հիմա սպիտակն է, ուրախ ենք ու գնում ենք։ Բարեկամներ, ահա այս զնակը, որ այսենց առնում, չէ, այս որ այսենց առնում, չէ, պետք է գնալ ձունդը։ Օշիպկա է բերում, այդ օշիպկան, որ ակելու է, այսպես ակելում ենք, չէ, որ ինքը պասպաղա, շողա։ Տեսեք իշկան ձուն է, նավանի խաշմերուկում, այնտեղ մեր հայրենակիցները, ովքեր իրենց մոտեցում ունեն հավատքի հանդեպ և քարոզում են, ձյազներ գնացած ինչ եք ուզում մեզնից, թողեք ապրենք էլի, այսենց ասում։ Բարեկամներ, ձյունը առատ է եղել այստեղ, միանգամից աչքի են կնում ձյան կոլոնները, աչից ու ձախից, մեծ բուրգեր են դարձել, ուզում ես մի լապատկա վերցնել փորել տուն սարքել, մեջը մնալ մինչև որ կհալչի կվերանա, օրինակ ես մանուկ ժամանակներս դες խաղով զբաղվել եմ ու շատերն են զբաղվել, երբ որ ես կուշկա էր լինում, կույտ էր լինում ձյան, փորում մտնում էինք մեջը, սարքում էինք մեր տուն։ Դες մանկական խաղեր էլի, փոքր տարիքից հենց տուն կառուցելու նկրտումներով գնում էինք առաջ։ Այդպես պետք է լինի հայոց երեխան, նա փոքր տարիքից պետք է հասկանա, որ պետք է տուն կառուցի։ Հետո գիտես ինչներ է հետաքրքիր։ Մեջինը փորում հանում ենք, էլի լցնում ենք վրան, մեծանում էր կույտը։ Մի երկու օր հետո սկսում ենք պատալոկնել քանդել, դες вообще մեծացնել ու էլի հանում ենք, լցնում ենք վրան ձյունը։ Հետո գիշերը այս առնամանիքի ժամանակ ջուր էինք լցնում, որ ինքը պնդանա ու հավատա աշխատում էր էդի։ Շատ լավ էր ելնում էլի։ Մինչև խոր գարուն գնում էր այդ մեր սարքած տունը, այնտեղ մենք խաղում ենք կարթ էինք խաղում, մոմը վառում ենք տականը մեջ ու մեր համար ապրում ենք։ Այնպես որ ձմեռը կարող է տաք լինել նաև այն մարդկանց համար, ովքեր տուն չունեն ու բոմժ են մի խոսքով, դուրս են ապրում, իրանք կարան ձյունից օջախներ սարքեն, դուք ինչ սիրում ունես սարքում, օբյեկտ է էս։ Երևի էլի։ Հայաստանում հիմնական գեղեցիկ կառույցները դառնում են օբյեկտ ի վերջո։ Դրա համար ես հույս ունեմ, որ մի օր սիրուն կառույցները տեսնելիս կմտածենք, որ ինչ-որ գիտահետազոտական կենտրոն են կառուցում նոր, որը մեր ազգին կտանի առաջ, ավելի կծաղկենք, ուժեղանանք, կզորանանք և կունենանք մեր գյուտերը։ Ճանապարհը ջերմակ է, մեր տրամադրությունը բարձր, տորթ էլ վերցրեցինք, այն կույտա, ձնակույտաշատ տարածքից, սուպերմարկետից վերցրեցինք ու գնում ենք։ Հանդիպեցինք ձյունը մաքրող տեխնիկային, տեսեք ինչ մեծ ու վիթխարի է, այս հրաշք տեխնիկան է մաքրում մեզ համար ճանապարհները, իսկ մենք հիմա անվտանգ գնում ենք։ Աջ ու ձախ կողմերից ձյունը արդեն շատացավ, հետևաբար այստեղ այս պայմաններում, երբ որ քամի սկսի, շատ արագ ճանապարհը կարող է փակել եւ սրա դեմ անզոր են բոլորը։ Ինչ տեխնիկա ուզում ես ունեցիր, եթե բնությունը որոշել է քո ճանապարհը փակի, ապա այն անպայման կփակի։ Շնորհակալ ենք 37 OJ 636 մեքենային, ով մեզ ճանապարհ տվեց, ասաց անցեք, մեկա իմը ջիպա, ես լրվողը չեմ։ Դուք գնացեք, ես իմ համար այստեղ հետևում եմ ձնամաքրման աշխատանքներին։ Հիանալի մաքրել են ընկերներ, ուղղակի այս սպիտակը եթե վերանա 10 անգամ ավելի անվտանգ կլինի երթևեկությունը։ Նման պայմաններում մեքենայի սահելը մեկով մեկ է, հետևաբար մեզանից մնում է միայն դանդաղ վարելը, պետք է դանդաղ վարես այստեղ։ Դες ինչ սիրուն ուզորներ ա տվել ձյունը սարերին։
շատ գեղեցիկ է։ Ահա, ընկերներ, արդեն հասնում ենք Ռեաթազա գյուղ, մեր եզդի բարեկամների գյուղը, որը շեն է, ծխներուցներից ծուխ է դուրս գալիս, այստեղ ակտիվորեն զբաղվում են անասնապահությամբ, գյուղական գործերով եւ իրենց շեն են պահում, չեն թողում, որ ամայանա։ Եզդի բարեկամները ամբողջ աշխարհով մեկ հասնում են մոտավորապես 2 միլիոնի։ Նրանք աշխատասեր են, աշխարհի որ մասում են լինեն, արդար են, մաքուր են եւ իհարկե թասիբով իրենց ազգը, իրենց ավանդույթները պահող են նրանք։ Իսկ մեր նման դրա համար էլ նրանք մեր եղբայրներն են դեռ դարերի խորքերից եւ մեր նեղ ու լեն օրերը շատ մեծ սիրով կիսում են մեզ հետ։ Մեր կողքին են, մենք էլ նրանց։ Ապարան, ջանիմ ապարան, եկանք հասանք ապարան, զարդարանքը տեսեք ընկերներ, ապարանի զարդարանքը մեծ աղմուկ բարձրացրեց, մեծ ոգևորության ալիք, հիանալու ալիք, մենք էլ ենք հիացել, հիանում ենք ու միշտ կհիշենք, և իմ հորդորն ու կոչը այն է, որ այս զարդարանքը ստեղծագործող թիմը մեծ բարձունքներ գրավի եւ սկսի զարդարել ամբողջ Հայաստանը ու ոչ միայն տոնական օրերին, այլ նաեւ ընդհանրապես առհասարակ, որովհետեւ ես դեռ անցած 2 տարի առաջ եմ նկատել, որ ապարանում շատ ուժեղ թիմ է աշխատում, որ տեսա շենքերը սիրուն մեկը մյուսի նման սարքած այդ ջահերը ճանապարհի եզրին ու առհասարակ ապարանի շունչը ինձ դուր եկավ, անգամ տեսանյութի մեջ ասեցի, մեկնաբանություն գրեցին, հենց հեգնական յանի ապարանից ենք օրինակ վերցնում, բայց իմացեք, որ հենց այդպես է լինում զարգացող երկրներում, երբ որ մի լավ օրինակ տեսնում եմ, որտեղ է լինի, այդ պետության որ հատվածում է լինի, վերցնում են այդ օրինակը եւ սկսում են օգտագործել ամբողջ հանրապետության համար, եւ հենց դա է գերավականը եւ հիմնարար արժեքը, որ պետությունը ծաղկի առաջ գնա, այնպես որ նման օրինակներ տեսնելիս ես ինքս անդադ հորդորներ ու կոչեր եմ անում, որ այդ մարդկանց պարգևատրեն, լավ նայեն, սիրեն, հարգեն, որ այդ մարդիկ պետությունն էլ ավելի շենացնեն, մի ապարանով չսահմանափակվեն, այլ ամբողջ Հայաստան աշխարհը իրենց միտքը ու էմոցիան այդ պատկերացումները տան, որովհետև նման մարդիկ քիչ են լինում, երբ որ գտնում ես նման մարդ, պետք է լավ պահես, լավ տեղ տաս, հարգես, սիրես, ճանաչես նրան, որ նա քո երկրի համար շարունակի անել։ Այս սա հիմնարար արժեք է, որ պետության մեջ մարդիկ իրենց լավը զգան, ով լավ է իր գործում, այդ մարդուն պետք է հարգես, սիրես ու տեղ տաս, մի քիչ էլ փող տաս, հաշվի համարը ուզես փող փոխանցես, օրինակ ես, չէ ընկերներ, ոնց է, տենում եք լավ գործ եմ անում, վերցեք հաշվի համարս ու մի անգամից ուղարկեք փողեր ու ասեք դու լավն ես, լավ էլի, թող գործերը լավ էլի, որ դու լավ բաներ անես միշտ, տեսել զարդարանքն է, զարդարանք արողներն էլ հաշվի համարներ վերցեք, փողերը ճամփեք, թող այդ մարդիկ զգան, որ ինչ են արել, ինչ գեղեցկություն են ստեղծել, այնքան սիրուն է, որ անգամ ցերեկը լուսերը չվառած վիճակում էլի սիրուն է, այդ տոնական միջավայրը զգում ես։ Հենա գնդունիկն է աճիցել, գնդունիկի տիրոջն եմ գովաբանել, որովհետև նա տեսեք, մի գնդունիկ կառուցելով իր քաղաքի անունը ամբողջ Հայաստանում պահում է բարձր։ Հենց գնդունիկը ամենահայտնի առևտրի ու սննդի կետերից մեկն է Հայաստանում։ Ու նա գտնվում է ապարանում հենց։ Հենց սա ոգևորությունների ալիք է, որովհետև ապարանը բազում հաղթանակներ է ունեցել, հենա տրակտորները, GCB-ները հայաֆիկացված տարբերակով մաքրում են ձյունը, տեսեք, հրաշք։ Ընդհանրապես սոցցանցերում հանդիպում եք արդեն պատրաստի կադրեր, սիրուն ռակուրսից վերցրած, աշխատանք տարված, իսկ մեր կադրերը իսկական են, ցույց ենք տալիս են ինչը որ կա եւ հիանում ենք, իսկապես հիանալու է։ Տեսեք ինչ գեղեցիկ է։ Պաբեդան, երկու կողմից պաբեդաներ են կանգնած։ Ստրեչ 8 արժի Արժի, էլի, արժի։ Հրաշք, ես որ լինեի ապարանի ղեկավարների տեղը, այս տեսանս ես կթողեի միշտ։ Տոնածարտեղ ուրիշ բան կդնեի, որ ամբողջ ժամանակ նայվեր, այս լուսավորությունը կմնար, որովհետև այս ոնց որ Լաս Վեգաս լինի, հա, որ տուրիստները երբ գան, ապշեն ու ասեն Հայաստանը հզոր է։
Հայաստանը զարգացած է։ Տեսեք, այս էլ իմ ասած շենքերն են։ Արդեն քանի րոպե ապարանի մասին խոսում, ընդամենը մեջով անցնելուց։ Դժգամբները նույն գույնով ներկած, միանման, հրաշք ուղղակի։ Հիանալի տեսարաններ, սիրելի տեսարաններ եւ օրինակելի տեսարաններ։ Վերցրել են հինը ու դարձրել են նոր։ Ոչ թե շենքն են քանդել, թազա շենք սարքել, հին շենքը նենց են սարքել, որ թազայից սիրուն է։ Ծատկոն ընկերներ փակեց մեր ճանապարհը մի պահ, նա մանևրում է, դե զիջենք ինչ անենք։ Զիջենք, որ բան չենք անելու։ Զիջենք թող Սատկոն ռազվարոտ переворот անի։ Օգնական մեքենա է, ես ոնց հասկանում եմ, լիքը մարդկանց քաշի անել է, տենում ես այն բանը։ Տրոսը, հա, բնականաբար նման մարդուն չզիջես, ում զիջես։ Լայքեցինք մենք նրան, գիտեմ ինչքանով հասկացավ ինչ լայքեր սա, բայց մենք լայքեցինք, որ նա աշխատասեր է եւ օգնական, օգնում է բոլոր նրանց, ովքեր մտել են ձյան մեջ ու չեն կարողանում դուրս գալ։ Նախից էլ բանը յուղի ճանապարհը մաքրում։ Ինչ է դրան, դետե։ Դետեն, դնում ես ինչքան ձուն է եկել, լուրջ խնդիր է ստեղծել աստերի համար։ Յուղը կատված ար է, ընկերներ, տեսեք, այն յուղը մնացել է կատվածի մեջ։ Ձնակախ է եղել, ձնար բուկ է եղել այնտեղ և յուղացիները չեն կարողանում դուրս գալ, այնպես որ այնտեղ ապրող յուղացիները վստահ են, որ ունեն ահագին պաշարներ, որ նման դեպքերում սպասեն միշտ ճանապարհը բացվի։ Մեր դիմաց դուրս եկավ վիթխարի ավտոբուս, 2 հարկանի փորձառու վարորդով, ով մեզ նման ակնոցը դրած աչքին գնում է, այստեղ առանց ակնոց անհնար կլինի վարել, որովհետև կամ հնարավոր կլինի, բայց այսպես աչքերով, այսպես պիանես, դրա համար չէ ամենից լավն ու հարմար ակնոց դնելն է, որ ձյան ջերմակությունը չծակի բիբերը, բիբախաղ չլինի աչքերիդ մեջ ու տեսողության անկում ունենաս։ Նկատենք ձյան բարձրությունը աչից, ընկերներ, մետրից ավել է, այստեղ բուքը ակտիվ է եղել երևի, դրա համար էլ այս վիճակն է։ Այնուամենայնիվ անվտանգ է ճանապարհը, արևոտ ու հմայիչ։ Կադրերում ռեաթազատ յուղն ընկերներ, ձյան մեջ ծածկված, ձյան շերտի տակ գեղեցիկ մի յուղ, որտեղ ապրում են մեր եզդի բարեկամները։ Ալադյազի փեշերը նինո, հոպ, նինոն ասապ չէ, ես տխուր եմ յարես կեփի մեջ, ալադյազն է կադրերում ընկերներ, սա ալադյազ յուղն է, ալադյազն է, զնով ծածկված, որը մեր կադրերում միշտ կմնա, երբ նայես տարվաբոր եղանակին այս ձյունը կտեսնես ու կհիանաս, կասես ապրես, որ ես ամառ շոկորով մեզ ձյուն բերեցի։ Հիմա ես գիտեմ, որ Ամերիկայում բնակվող մեր բարեկամները ձյան կարոտ են ու իրենց համար այս տեսարանները կրկնակի հաճելի է, դրա համար մի քիչ շատ եմ նկարում, որ ամերիկացի մեր բարեկամները տեսնեն, էլի, որ հայոց աշխարհում ձյուն է տեղացել, մնում է սահնակը վերցնես ու սահես մանկան խանդավառությամբ։ Ես որոշեցի արև ընդունել ու նկատեցի Արագածի ողջ հմայքն ու գեղեցկությունը, տեսեք ընկերներ, ես ձեզ համար քիչեցնեմ լուսամուտը կսարչենք, բայց տեսարանը պարզ ու գեղեցիկ դուք կտեսնեք, տես Վարդան նկարի, այդպես նկարի աղբերս մինչև, որ տեսարանը կվերանա շոտ սիրունը, գերացնում ես իմ անդել լիժաներով հելնես կշես, դահուկներով, դահուկա սպորտով զբաղվես, դահուկային լեռնագնացություն անես։ Տեսեք ընկերներ, կադրերում որ գյուղներ, այս գյուղնա ու սիրուն Արագածը և իհարկե չարաբաստիկ Արագաչափը, որ պլշած նայում է մեր մեքենային, հաշեմ լուսամուտս մի քիչ սառեցի, սառներոտ ընկերներ, մինուս 10 այստեղ բարեկամներ, մինուս 10, այո, սառնամանիք է, բայց դա չի խանգարում մարդկանց ապրել ու ստեղծագործել Արագածի փեշերում, Ալադյազի երգը երգել, մեքենա հրել, մեքենային հրում տես, Օպելը դժվարացել է և հրում են տղաները, դուրս են եկել հրելու, Օպելը հրությամբ են զբաղվում ու ստացվեց դա նրանց մոտ, հանեցին Օպելը։ Մյուս Օպելը մեզանից վազանց կատարեց, Օպելների օր ընկերներ, Օպելները հայոց աշխարհում, լեռնաշխարհում շատ են, ամեն քայլափոխի կարող ես հանդիպել ու զմայլվել նրանց գնալու ունակություններով, տեսեք մի ինչ արագություն զարգացել ես մեր բարեկամը, փորձառու վարորդ է, տեսեք ինչ հիասքանչ խաղեր են լեռան լանջին,
ձյան շնորհիվ գեղեցկություն։ Հիանում ենք, գնում ենք ու հիանում։ Գեղեցիկ է տեսարանները, ընկերներ, ինչ խոսք։ Հիանում ենք, ուզում ենք, որ դուք էլ հիանաք, տեսնեք Հայաստան աշխարհի գեղեցկությունը, BMW-ի միակը տեղում չի, պատահել է այն ինչը որ տհաճ է, բայց պատահել է, միակը թսկել է, նա հակել է կոպիտ ձյանը ու թսկել։ Գեղարոտն է, ընկերներ, կադրերում, Գեղարոտն էլ գեղեցիկ գյուղ է։ Գեղարոտ էլի, այսինքն գեղեցիկ կոտ, ես տենց եմ մեկնաբանում։ Porsche Cayenne-ն է անցնում մեր դիմացով եւ հիշեցնում մեր Porsche Cayenne-ի մասին, որը հաշված օրեր հետո արդեն կլինի իմ ձեռքերում, այսինքն Porsche-ի ռուլ բռնած կլինեմ ու կհաղթահարենք էլ ավելի վստահ։ Երբեմն կարող է չարաճճիություն անեմ, ձյուն տեսնեմ մտնեմ մեջը դրիֆտ անելու, ընկերներ։ Ես դրիֆտի սիրահար եմ, ձյան դրիֆտի, բայց այս մեքենայով ես դա չեմ անի, որովհետև ցածր է բավականին։ Սիրում եմ մնալ ձյան վրա, ձնից էլ թեթև է։ Հասանք ամենաբարձր կետին, ընկերներ, որտեղ հուքը արդեն մի քիչ երևում է, տեսեք, հուքը խաղում է օդի մեջ, ձյուն է բերում ճանապարհի համար։ Իսկ մենք կամաց իջնենք, ահա կծորդիչով մեքենաներն են իջնում, դա արդեն լուրջ է, ընկերներ, եւ ասեմ ձեզ, որ պետք է շատ զգուշ լինես նման մեքենաներ անցնելուց, որովհետև շատ հնարավոր է, որ նա գա քո վրա։ Ահա մաքրում են, տեսեք, մաքրման աշխատանքները գնում է, այստեղ բարդ հատված է համարվում, դրա համար էլ պետք է մաքրեն։ Եվ վայրեջք իջնելուց, վայրեջքի ժամանակ պետք է աշխատես արգելակել շարժիչով, որովհետև դա անվտանգության երաշխիք է։ Որովհետև արգելակելու ժամանակ հնարավոր է, եթե դու սեղմակով ես արգելակում, հնարավոր է մեքենան սահի ու սահանքի արդյունքում հայտնվես որևէ մի ձյան կույտի մեջ, կույտամեջ լինես, ընկերներ։ Դրա համար զգուշացեք վայրեջք կատարելուց։ Հիմա ես երկրորդ պերեդաչիով եմ գնում։ Ձյան եւ քամու չարաճճիությունն է Վարդան այս պահին ֆիքսում։ Ինչքան գեղեցիկ է բնության խաղը։ Ասենք որ անենց մեքենայով ելնես, որ ընդհանրապես վախենալու չի ձմեռը, մենակ հիանալու ես, չես ուշանալու։ Հիանալով վարելու ես մեքենան։ Նայեք այս դաշտերի լայն արձակությանը եւ գեղեցկությանը ձյան հետ զուլվել են ու մի հրաշալի սիմֆոնիա ստեղծել։ Աչից ներքևում կանգնել են գծորդիչով մեքենաները, որովհետեւ հիմա վտանգը կրկնակի շատ է, ընկերներ։ Նրանք չեն կարող ռիսկի դիմել, մինչև որ ճանապարհը գոնե կեսով չափ բաց չլինի։ Որովհետև այս մեծ մեքենաները չունեն ամառային ձմեռային անվադողեր, նրանց անվադողերը միշտ նույնն է ու դա սեզոնի համար նախատեսված չի։ Հետևաբար նման դեպքերում փոքրիկ ձյան արտահայտության պայմաններում կարող է փորձանք բերել նրանց գլխին, դրա համար էլ թելոք կանգնել են ախպերները, բա ինչ անեն։ Ընկերներ, ճանապարհը բարեբեր մեզ հասցրեց սպիտակ քաղաք, սպիտակ ճանապարհով, ընկերներ։ Սա առանձնահատուկ օր է ինձ համար, որ սպիտակ ճանապարհով եկա, սպիտակ մտքերով, հպարտ եւ ուրախ։ Հիմա շարունակենք ճանապարհը միշտ կհասնենք սպիտակ քաղաքի կենտրոն, որը շատ գեղեցիկ է։ Թերևս Հայաստանում նմանը չունեցող վանք, որը կառուցված է մետաղից, բայց շատ գեղեցիկ է, տարբերվող յուրովի ու գտնվում է սպիտակ քաղաք մուտք գործելուց ձախի վրա գերեզմանների հարևանությամբ։ Սպիտակի Սուրբ Աստվածածին շքեղ սուրբ եկեղեցին է, շատ հետաքրքիր կառուցվածքով, գեղեցիկ է եւ տարբերվող նմանը չունեցող Սուրբ Հարություն եկեղեցին է, ընկերներ։ Սպիտակ քաղաքի առօրյան է, կադրերում, ընկերներ, իրար անցում է, սա Սպիտակի կենտրոնական փողոցներից մեկն է, երևս եւ ամենան, եւ այստեղ է գտնվում Դանելյան սուպերմարկետը, ձախից ցեյկը, տորթերի արտադրամաս, որտեղից մենք տորթ վերցրել ենք մի ժամանակ։ Ցեյկն է, էլի, ցեյկերի բանն է, արտադրամասն է, տեսեք արտադրում են այս պահին, եթե ուզում եք ցեյկ, ապա համեցեյք։ Այս աստեղ food court-ն է, food court էլ կա Սպիտակի կենտրոնում։ Սոված ես, արժ չկա, համեցեք։ Կոֆեի ստադիոն էլ կա, կոֆեի ստադիոն էլ կա։ Ահա, եւ մեր մեքենայից է, որին պետք է մենք զիջենք, անցի աղբին։
Եկանք Լորվա աշխարհ ընկերներ, տեսեք, այստեղ մեկ ուրիշ տրամադրություն է, մեկ ուրիշ եղանակ, կարծես ձմեռ այստեղ չի եղել, ուղղակի մի պահձյուն է եկել ու մնացել սարերին մի փոքր հատված։ Այստեղ արդեն գարնանային է եղանակը, չնայած որ -2 է, բայց սիրուն է։ Էս էլ իր գեղեցկությունն ունի, հարմարավետությունն ու չնաշխարհիկությունը։ Հերվում ծածանվում են հայոց եռագույնները, ինչպես նաև մեր մեքենայի եռագույնը չենք մոռանում։ Մենք նոր եռագույն ենք ձեռք բերել ու այսուհետ լինելու է մեր կադրերում միշտ, որ մենք հպարտանանք, պահենք մեր եռագույնը եւ նրանով անցնենք Հայաստանը։ Այս փոքրիկ եռագույնով մենք մեծ գործեր ենք որոշել անենք։ Ձեր օգնությամբ, ձեր շնորհիվ, իմ ամենատարբերվող ու գեղեցիկ բարեկամներ, հետևորդներ, այնա Վանաձոր ենք մուտք գործում, երկու եռագույներով եւ գլոբուսի նշանով, շատ գեղեցիկ են մտածել ու կառուցել այս հատվածը, իսկ դուր է գալիս։ Որոշեցինք ճանապարհին, քանի որ ժամանակ ունենք, նավիգատորը մեզ խաբել էր, երկար ժամանակ էր ցույց տվել, բայց շուտ հասանք Լորվա մարզ, որոշեցինք գնանք իմ եղբորը տեսակցության, չէ որ Վանը եկել է Վանաձոր, Վանուշ աղբերս եկել է Վանաձոր, որ բուժի ձեր ատամները, եթե խնդիր ունեք իհարկե ինչ-որ ատամնային, նա էս է, չէ, ստորից էի մտնում, չէ, ստորից չէ։ Գնում ենք Տարոն 4 թաղամաս, որտեղ հիմա իմ եղբայրը մի գեղեցիկ ատամնաբուժական կլինիկայում զբաղվում է ատամնաբուժությամբ։ Գնանք նրան անակնկալ անենք, ասենք, աղբերը դա եկե, մեծ աղբերը, հələ գիտենա միշկա չկա, հետամ ստուգեմ էլ իրա գործը։ Գեղեցիկ Վանաձորյան ճանապարհներով մենք ուղևորվում ենք դեպի Տարոն 4 թաղամաս։ Տարոն 4-ը գեղեցիկ թաղամաս է։ Ինչ-որ չափով կտրված Վանաձորից հանգիստ ու գեղեցիկ թաղամաս, որտեղ հավաքվել են մեր հայրենակիցները եւ բնակվում են մեծ սիրով։ Հենց բացօթյա ամֆիթատրոնի անունն է, եւ հերվում արդեն ճերմակի մեջ երևում է մեր ատամնաբուժարանը, որտեղ հիմա տքնաջան աշխատում է իմ եղբայրը։ Ստեղծագործում է եւ ցավազրկում, տաշում եւ պլոմբում։ Family Medical Center ընկերներ։ Եկեք Family Medical Center եւ լավ տեղին ստուգվեք, բուժվեք։ Ֆռիկն է հրվում բարեկամներ, արտադրում է հոսանք։ Ես կուզենամ, որ Հայաստանում այդ արտադրողները ավելի շատ լինեն, այդտենց։ Մեր արջևից գնում է հին ու բարի 06-ը, գեղեցիկ ճանապարհ է, ձախից պատ է շարված, աչից ձորակ է, որը ապահովված է այս կառույցով, որ հանկարծ չընկնես ձորը, եւ այս ճգնաղ ճանապարհը մեզ տանում է դեպի Ստեփանավանի թունել, որից հետո կգնանք կհասնենք Ստեփանավան, Գարգարով, Յուլագարակով եւ էլի յուղեր կար են, դե չեմ հիշում անունները։ Տեսնենք Կասանդրային կհանդիպենք։ Այսօր Սեդա տատիկի ծննդյան օրն է։ Տորտով ծաղիկով գնում ենք նրան շնորհավորենք, այնուհետև մի անգամից թեման փոխենք Տանյայի եւ Գևորգի վրա, որովհետեւ այսօր նրանց ամուսնության որի՞րդ տարին է։ 8-րդ տարին է։ 8 տարի է նրանք ամուսնացած են եւ այսօրն են ամուսնացել։ Տատիկի ծննդյան օրը մենք մուտք գործեցինք Ստեփանավանի թունել, ընկերներ։ Ինչ գեղեցիկ է։ Կարծես Փեչաթի միջով անցնես։ Հեսա տեսարանը կփոխվի, մի պահ մեզ կթվա, որ մենք Դիլիջանում ենք, բայց այդպես չի, մենք լինելու ենք Ստեփանավանի բոլորանների վրա։ Հենց որ թունելից դուրս գանք։ Մեծ պրոյեկտ է սա։ Պրոյեկտ է, որը իրականացրել են եւ հեշտացրել, կարճացրել մեր ճանապարհը։ Թունելում ջերմաստիճանը -4 է, լուսավորությունը նորմալ, պատերը քառակուսի, ասֆալտն էլ հավեսով։ Տեղ-տեղ փշրված է, բայց հիմնականում հավեսով։ Պատի վրա արկա է սառույցի բեկորներ, որտեղից որ ջուրը դուրս է եկել եւ սառչել մնացել է։ Այսինքն սա նշան է, որ թունելը վերանորոգման կարիք ունի։ Հուսանք շուտով կվերանորոգեն եւ այս թունելը մի նոր տեսք կստանա, դեղին կդառնա։ Դուրս են գալիս թունելից արդեն։ Բան չմնաց։ Երևա Լորվա մյուս գեղեցիկ տեսարանները, բնաշխարը, հագեցած տարբեր ծառատեսակներով, որտեղ գտնվում է նաև դենդրոպարկը, որը կառուցել են ամբողջ աշխարհի էնդեմիկ բույսերը վերցնելով,
Այնտեղ դուք կտեսնեք այնպիսի բույսեր, որ ուրիշ ոչ միտեղ չեք տեսնի։ Մի տեղում հավաքել են ամենասիրուններին եւ խնամում են։ Այս որ եղանակները բացվի, խոսք եմ տալիս միասին գնանք Դենդրո պարկ եւ այնտեղից տեսանյութ ունենանք բոլորս։ Տեսնենք, ճանաչենք Դենդրո պարկը։ Չքնախ տեսարան, Սինի տրակտոր եզիդ կնամ, մաքրում է ճանապարհը, որ մենք անվտանգ երթևեկենք։ Ինչ գեղեցիկ էր, հետո Սինի կամազ եզիդ կնամ։ Տեսեք ոնց են մաքրում։ Շատ լավ է, որ հետևողական են ճանապարհին Ստեփանավանում։ Ստեփանավանը արդեն հզոր անուն, հա։ Հետևաբար այստեղ մարդիկ են հզոր, իրենց արված գործերն են հզոր, 06-ն էլ է հզոր։ Հին ու բարի 06-ը, որը հին համարներով է, այսինքն երկար տարի մեր անուշ աղբերը, մեծ աղբերը վարում է այս մեքենան եւ չէ, դա իր պապիկի մեքենան էր քշում էր աղբերը, պապիկի ավտոն էր վերցրել ու վարում էր այստեղ, այս անանցանելի տարածքներում, իր սիրուն են ծառերը Վարդան, ձյուն է եկել քարել ծառերի ճյուղերին, Եղևնիների գեղեցիկ կանաչ անտառը, որը մեզ հիշեցրեց, որ գարունը գնալով մոտենում է եւ բնությունը ծաղկելու է։ Գարնանային անուշ երանգներով ներկվեց մեր հոգիները, հենց այս տեսարանը տեսանք ենել է կանաչնայի, ու ես ենթադրում եմ, որ այս եղևնիները մտածված են ընկել, ու այդ մեր մոտի եղևնիներից է այս օրը գիտես չէ Վարդան։ Գարգարը շատ գեղեցիկ գյուղ է ընկերներ, իր տեսակով տարբերվող, տեսեք ճանապարհի եզրին աթոռներ են դրել, մեշոկի մատերիալով փակել, նստելու տեղ է էլի, որ քայլելուց հոգնես նստես քո համար, հանգստանաս ու շարունակես ճանապարհը։ Դիպլակրակն է կադրելում, շատ գեղեցիկ գյուղ է, ուղղակի վահանակը չտեսանք, դրա համար որոնք մենք հիմա վահանակը եւ հնարավոր է շատ հնարավոր է որ սա կասանդրատատիկի հետ հանդիպան եւս մեկ առիթ լինի, եւ դրանք երևա այսօր ճանապարհի եզրին կանգնած։ Նա երբեմն անգնում է մեքենայի կանգնեցնում որ գնա Ստեփանավան։ Տեսնենք այսօր այստեղ է նա, ոչ։ Վարդաբլուր, Կուրթան, Դենդրո պարկ, Հնեվանք։ Լիքը բաներ կա այստեղ տեսնելու, այնպես որ մենք անպայման գալու ենք։ Ամրակիցն է ընկերներ, ամրակիցը դուրս եկանք, ամրակիցից հետո արդեն կլինի իմ ամենասիրած քաղաքի անունը։ Ահա բարեկամներ, օրը ես չէի տեսել Ստեփանավան, տեսա էսի ավելի սիրուն էր գրած։ Ստեփանավան քաղաքի մուտքի գրությունն էր, որ ասում է բարով եկեք Ստեփանավան։ Ստեփան ջան, բարով եկեք Ստեփանավան։ Գալիս եմ, բա իհարկե, այստեղ ամեն ինչ հիանալի է։ Այնա այն էլ է գրած Ստեփանավան։ Հա, գոյով։ Եվ պատիգո։ Դե չէ։ Շորբան կա, բայց շոր բան է գրած, բայց ինչ է գրած։ Գրած է Բարի գալուստ է գրված, շատ հետաքրքիր ձևով մոտեցմամբ գրված է բարի գալուստ եւ ահա վերջնական գրված է Ստեփանավան, բարով եկաք Ստեփանավանի ձախ վրա կարդաց դոբրի մուտք, հետո Ստեփանավանն ես կարդում, էլի։ Վերջ, մենք Ստեփանավանում ենք, հիմա պետք է գտնենք մի զբաղմունք, որը մեզանից 2 ժամ կխլի, հետո գնանք պատվերը տալու։ Մի քիչ վրազ ենք եկել ոնց հասկանում եք։ Քանի որ ունենք ժամանակ, պտույտներ ենք անում Ստեփանավանում, մինչև միտեղ գտնենք ու նստենք տղերքով։ My food։ Արդեն գնանք տենանք ուրիշ ինչ կան, ամներ գնում ենք My food։ Ստեփ My food-ի տեղ կա, էլի։ Գնանք կանգնելու տեղը գտնենք ու My food-ում սնվենք։ Այս է մեր այս պահի ցանկությունն ու երազանքը։ Ստեփան Շահումյանը, մենք, Ստեփան Մարգարյանը եւ այգին 2026 թվականի գերվածքով։ Բարով ես։ Ո՞նց է։ Լավ է, ճանաչել։ Բարի ինչ ունեք դու։ Սոված եք, է։ Ուզում ենք հաց ուտենք։ Լավ։ Ֆրի, հա։ Հա, բանդրային։ Կուտես, չէ։ Երկու սրանից մեկ։ Պիցա ուտենք ախպեր։ Ուզում չէ, ձեի։ Ֆրիով պանիր։ Բրեն պանիր է ախպեր։ Երեխեք ջան, դե սուրճ ուրասիրեն։ Հա։ Սենսով դառը սուրճ։ Մի հատ թո դառը էլի։ Հա։ Հապե քացը։ Պրոբլեմ չունեք, ասես ջան։ Թոքրան գացնում է։ Ուտ մայր ֆուդում։ Ես շնորհակալ եմ։ Ձեր վիդեոյում կասեք, որ my food եք մտել։ Այնքան եմ ասել։ My food-ը չեք ասել։ My food եմ ասել։ Հա, մեր օբյեկտի անունը տվել է։ Նկարել եմ դարձել, որ my Լավ, food է։ եմ։ Բա, մինչև գալը նկարել եք։ Հա, դեպի հատեք ասել ես Ներսել եք մտել նկարել։ Էй, լավ էլի։ Ճակս
Բայց ես քեզ ասեմ, առանց սրա չես կարա հեռու գնաս։ Ճիշտ ես ասում։ Շնորհակալություն։ Հաջող ցավը տանում։ Դողություն ձեզ։ Ընկերներ, հիմա Ստեփանավանի Թելմանի փողոցում ենք եւ Լենինի Թելմանի խաչմերուկում։ Այս պահին մենք ժամանակ ենք սպանում, մերցնում, որ Սեդա տատիկի հյուրերը բոլորը հավաքվեն, որ գնանք շնորհավորենք Սեդա տատիկին իր որդու Աշոտի ընտանիքի կողմից, թորների հատուկ Տիգրանի, Վազգենի, Ամալիայի եւ Սերգեյի կողմից շնորհավորենք տատիկին, տատիկին ծաղիկներ տանք, սեր տանք ու հարգանք, որից հետո արդեն գալիս է մյուս անակնկալի հերթը, Գևորգը եւ Տանյան ամուսնացել են արդեն 8 տարի, այսօր նրանց 8 տարի միասինն է եւ տատիկի ծննդյան օրը, տատիկի ծննդյան առիթի ժամանակ մենք գեղեցիկ անակնկալ կանենք բոլորին կուրախացնենք եւ նշեմ այն հանգամանքը, որ ես անունները սաղ հիշում եմ ընկերներ, ոչ միտեղ չէի կարդում։ Կարող եմ նորից ասել, Սեդա տատիկ, նրա որդին Աշոտը, Աշոտի ընտանիքը, երեխաները, այսինքն Սերգեյը, Տիգրանը, Վազգենը եւ Ամալիան շնորհավորում են, ինչպես նաեւ Գևորգին եւ Տանյային։ Այսքանը ես հիշում եմ։ Դժվար էլ մոռանամ իմ կարծիքով։ Ստեփանավանն է սառել մեր կադրերում։ Հուսամ հաջորդ գալուց արդեն գարուն կլինի կամ ավելի բաց եղանակ կլինի։ Ելնենք իշնենք կոմիսարների քարանձավը։ Ընկերներ, կոմիսարների քարանձավ կա այստեղ։ Հենց Գետաբերանին, որ հիմա գնում ենք, տեսեք, գնում ենք, չէ՞, կամուրջը սկսավ, չէ՞։ Այս կամուրջից ներքև կա քարանձավ, որտեղ Ստեփան Շահումյանը կոմիսարների հետ հավաքվել եւ ժողովներ է արել գաղտնի հեղափոխության նկատառումներով։ Գաղտնիությունը ապահովելու ցանկությունից ելնելով նա քարանձավում է որոշել անի իր ժողովները։ Արդեն հասնում ենք այն վայրը, որտեղ Սեդա տատիկի ծննդյան օրն են նշում։ Հավաքվել են հույսով եմ։ Գնանք արդեն Բաքում կանգնենք, սպասենք, որովհետեւ հենց նոր մի խանութի առաջ էինք համարյա կես պաշկա սերմուշկա չարթեցինք։ Դե այսպես է, սպասելը գեղեցիկ է, երբ որ ունես արևածաղիկ հովանավորի, որը տենց էլ չէ լավ, բայց արևածաղիկ է լավ, էլի։ Ախպերս, Սեդա տատի ծննդն ես եկել։ Մենք էլ։ Ուրախություն է, մենք հավաքվել ենք Արտակի փուր կոչվող գեղեցիկ ռեստորանում, ինչի փուր, որովհետև առաջարկում հաց են թխում, երկրորդ հարկում ուրախանում են, այդ հացը ուտում են ու հայոց լավ քեֆ են անում, այսօր Սեդա տատիկի քեֆն է, ծնունդն է։ Հարգանքներս բարեկամ։ Ոնց ես, ինչ է քո անունը։ Հայկ Ստեփան։ Հայկ ջան, Ստեփանն եմ, շատ հաճելի է։ Ախպերս, բան անենք, այդտեղ ծաղիկը բերենք տատի հայտարարի մտնենք անակնկալ անենք։ Ցուրտ է Ստեփանավանի դրսի մասերը։ Բերում եք ծաղիկները։ Դու ասա անակնկալ կա, այդ բանը տուր ինձ, այս։ Բայց սրանով ասեմ։ Ես երա, հա դու ասա որ անակնկալ կա, բայց մի ասա ինչ անակնկալ։ Ես գամ ասեմ։ Ես ասող եմ, էլ ախպեր, հա։ Ծաղիկները թող բերեմ։ Դե գնացինք բերենք։ Սա մեր մոտ է մնում, ախպեր, մենք ենք անում։ Այդ մենք պետք է անենք, բարև ձեզ։ Տատիկն ինչ գույն շորը հագե։ Կապուտ ոնց հրա։ Կապուտ, հա, ես էլ կսազի տատին ուրեմն։ Նայ դու Վարդանը կանաչ եք հագե, ախպեր։ Ահա, պատրաստ ենք, գնացինք։ Հանդիսավարն ինչ ասաց անունը։ Հայկ, ախպեր, Սեդա տատիկը անունն է Սեդան։ Մենակ Սեդա տատիկը կուրախան, հա։ Ասեմ, դուք կգաք ես։ Հա, ախպերս։ Մեռնեմ քո սրտին։ Հայկը Ստեփանավանում, Ստեփանի հետ անակնկալ է անում։ Էլ չասեմ Սերգեյի մասին, որ օգնում է մեզ։ Սիրում եք անակնկալը։ Անակնկալները սիրում եք։ Յոթը համասիրում անակնկալ, կան հասկանան, ծափերի տեսքով։ Այս պահին, պիտի առաջարկեմ, որ գեղեցիկ անակնկալը։ Մեծ լավն է։ Ապրես չմրցանք սառեք։ Բարև ձեզ, բարով եք հավաքվել։ DJ մի քիչ կամած երաժշտությունը, որտեղ է մեր հոբելյարը Սեդա տատիկը։ Այկա։ Բայց ապերը չի չեք տալի։ Նոր եք հավաքվել դրա համար։ Սեդա տատի։ Ա տատիկ են երկուսն է, տատիկները լավն են, էլի։ Սեդա տատի, ոնց է տրամադրությունը։ Շատ լավ։ Անուշուտ ես խորովածդ, բայց եկել եմ ուրիշ քաղցրություն քեզ բերեմ, կարող ես գալիս կենտրոնական տեղը, արի, ծափեր տվեք թողա մեր հոբելյարը, Ինձ բարուր է։ ձեր սերն ու արգանքը ցույց տաք մեր տատիկին, տատիկ, քեզ քաղցրություն եմ բերել, վերցերու, պայլես, լավ ես պայել, դե հիմա զգուշ էլի, որ անկարծ քեզ չկպնի էսի, շնորհավոր քո ծննդյան օրը, բոլորը ուրախ են այստեղ, ու քեզ շատ են սիրում, հարգանք կա, սեր կա քո հանդեպ, եւ այդ հարգանք այնքան շատ է, որ հերո տեղերից եմ ես եկել եմ քեզ շնորհավորանքներ բերելու, հնես որ մի հատ էլ ժպտա ուրախացի։
Շատ լավ ուրախացար դուրս եկավ։ Դե մի հատ երազանք պայի, այս տորթը ոմերը քո համար են։ Երազանքներ են կատարում։ Ունես երազանք։ Իմացի որ կատարվելու է։ Դե մի հատ երազանք պայի չի, թող մեր Ստեփանավանցիները ծափ տան որ լավ լինի։ Չի ոմերը։ Իմացած եղին որ քո երազանքները հատիկ կատարվելու են։ Բայց դրա համար էլի բաներ ունենք անելու ասելու ու անելիքը հաջորդ տորթը վերինք մնաց ծաղիկները իսկ ծաղիկները քո շատ սիրելի թորնիկը Սերգեյը կնվիրի տես նա հիմա քեզ տես նա թե պաչիկ կանի քեզ խոսանքների որցը Այսօր քորնա ու բոլորը տեսել ինչքան մարդ է եկել բոլորը եկել են քեզ սիրեն հարգեն ու ասեն թե ինչքան լավն ես եղել իրանց համար ու կաս քեզ առողջություն մաղթեն որ դու միշտ լավ լինես ժպտալու առիթներ ունենաս ու ժպտաս հիմա ինչ ես դարձնել ինձ ժպտա ուրախացիր այդպես հիմա լսի ես ուզում եմ քեզ հատուկ մի բան ասել այս անակնկալը քեզ շատ սիրող մարդկանց կողմից է բայց թե ում կողմից արի հենց մի հատ գուշակ էլի ում կողմից կլինի Ամալիայից Յա, այդ ինչի Ամալիայի որ Ինչի չես ասում օրինակ Վազգենից կողմից, հա? Պես այդ չես սիրում, հա? Դու շատ ճիշտ ես, համարյա ճիշտ ես, բայց անակնկալը ընդհանուր քո Աշոտ որդու երեխաների կողմից է Սերգեյի, Վազգենի, Ամալիայի Եվ Վազգենը պետք է բան անել, չէ՞, մի րոպե եմ։ Տիգրանն էլ էլի, հա։ Վազգենն էլ դե քեզ շատ է սիրում քո թորնիկն է, էլի, չէ՞։ Հա, բա։ Դե մա լավ խոսքեր ատպես այն։ Շնորհակալ եմ։ Վազգեն ջան։ Վազգեն ջան։ Վազգեն ջան, ապրես։ Բոլորը քեզ շատ են սիրում։ Գալեմ Ստեփանավանում, Ստեփանը պետք է շուտ գա։ Գևորգ ջան, հա։ Հա, ախպերս։ Էտանք, հուսանք տատին նորմալ ուրախացավ, ախպերս, Քեզ էլ լիքը լավ էմոցիաներ Բելգիայում ախպեր, ես զգում եմ դու եթալու ես։ Հաջողություն ախպերս։ Ահա բարեկամներ։ Սենց մանևրենք ու դուրս գանք այստեղից, մենք առաջին գիծ ենք կանգնել ու հիմա դուրս ենք գալիս։ Ընկերներ, գնացինք Սեդա տատիկը ուրախացավ, չէ՞ Վարդան։ Դե գնանք բարեկամներ, գնանք հասնենք մեր մնացած գործերին։ Այսօր երևի թե կմնանք Երևան, վաղը նոր կգնանք Եղեգնաձոր, նորից հետ կգանք Երևան, վաղը բավականին խառը օր է մեզ համար։ Նաև ուրախ եմ հայտնել, որ վաղը մենք նկարահանվելու ենք էլեկտրիկ պետիկի սերիալում ընկերներ։ Ով չի տեսել էլեկտրիկ պետիկը, հենց հիմա գրեք նայեք, ընդ հեսա այս 6-րդ մասի մեջ ես լինելու եմ, խաղալու եմ, խաղ եմ տալու դե։ Արամի հետ հաշկերս տեսան նոր ավարի է, բայց միջը վերջել։ Խափուսիկ -3 էլ էսի։ Ի վերջո մենք էլ բախտ ունեցանք ապարանի հրաշքը նկարահանել գիշերով, տեսեք ինչ սիրուն է, գեղեցկություն է, որը պահել են մի քանի օր են պահելու, որովհետև քաղաքացիների խնդրանքն է եղել, որ համայնքապետարանը զիջի նրանց և զիջել է այս զարդարանքը թողել են մինչև ամսի 20 քանիսը, տեսեք Այս հրաշքը մենք էլ նկարեցինք, աչքիս իմ համար են ասում, որ ես գամ, նկարեմ, սիրուն, չէ Վարդան, սիրուն է, չէ, ես գամ Վարդանը նկարի, խոսենք սրա մասին, հրաշքները իրական են, և այսպես նման լիքը լավ բաներ, շատ սիրուն են ստացես կողի բաներս, ուսս բարձանում է, ծայրից էլ կլոր բանը կախված է, շատ գեղեցիկ է Դենս մյուս տարի էլ սես կանեն, ավելի լավ կանեն, սրանից լավ իշվոտ յանք, սի արդեն լավ էլի, ողագին գործ են արը, հա, համա հայկական գործ են արը, հեսա կհասնենք տոնածառին, ու մինչև տոնածառին հասնելը, աչից ձախից տոնածառիկներ են, որոնք տարին բոլոր եղանակները այստեղ կանգնած են, նոր տարուն չեն սպասում, մինչև նոր տարի էլ իրանք կան, նոր տարու ժամանակ էլ կան, նոր տարուց հետո էլ կան։ Հասնում ենք արդեն ամենասիրուն վայրը ընկերներ, որտեղ որ տոնածառն է, իր
տեսել ես տոնածառը ոնց է ցայգին գնում։ Հա մտնում հատ կռու կանենք։ Տոնտանուր զարդարանքի ֆոնը բաժիշ թողելու համար է Վարդան։ Արի կռու կանենք, որտեղ ես ուզում եմ այն փողոցը ինչ սարքել են, այնքան չեմ գնացել ես։ Որա սիրուն է, հետա թե ոնց որ ավատար կինոն էլի։ Սա երաժշտություն, հա։ Հա, ամանոր է։ Այստեղ զնագնդիկ են խաղ։ Զնագնդիկ խաղացողներին նկարի ապել։ Զնագնդիկ խաղանողներին նկարի, ասես գնացինք։ Շատ գեղեցիկ է ընկերներ, հրաշք է սաչը նկարիր։ Հա։ Սիրուն է։ Զբոսուղի են սարքել էլի, չէ՞։ Սիրուն երևում է կադրով։ Ամանորյա հրաշքն է բարեկամներ։ Հրաշք, որը ստեղծեցին ապարանում։ Գեղեցիկ տոնածառ, զարդարանքներ, ուրախ մարդիկ, զնագնդիկ էին նոր խաղում։ Ծածանվում է եռագույնը աչից, ես էլ իմ սիրած շենքն է, Աբելիցովկան շենքի։ Ես կտոր անգերներ, կտորով սիրուն փակել են այդ շենքը։ Դա տոնածառն է, գեղեցիկ ու բարի։ Կարծեվոյի մեջին ինչը զիչեն, այն անկյուն նկարի սիրուն է, գեղեցկություն է ընկերներ, ամանորյա հեքիաթն է, 2026 Իշկան էլ մարդիկ կան, չես բոսնող, իշկան հաճելի է Քաղաքը շնչում է Գանք ապարան տուն առնենք Դառնանք ապարանի բնակիչ